19-րդ դարում պատմական Բաբելոնի ներկայիս Իրաքի տարածքից հայտնաբերվեց կավե մի փոքրիկ սալիկ, որը մասնագետները կոչեցին աշխարհի հնագույն քարտեզ։ Հետագայում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քարտեզը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում, այսինքն այն ավելի քան 2700 տարեկան է։ Քարտեզի վրա նշված են աշխարհի հնագույն 3 տերությունները՝ Ասորեստան, Բաբելոն եւ Հայաստան։ Հայաստանը նշված է որպես Ուրարտու եւ Արմենիա։ Ըստ այս բացառիկ քարտեզի աշխարհը կլոր է, շրջապատված է դառնաջուր գետով, որից տարբեր ուղղություններով ճառագայթներ են բացվում դեպի հորիզոն։ Սալիկը պահպանվում է բրիտանական թանգարանում եւ միայն վերջին շրջանում բրիտանական թանգարանի ֆոնդերից հայտնաբերված մեկ քարակտորի շնորհիվ մասնագետները կարողացան քաղել նոր տեղեկություններ սալիկից հնագույն աշխարհի մասին։ Պարզվում է, սա սոսկ աշխարհագրական քարտեզ չէ։ Աշխարհի հնագույն քարտեզի հեղինակը հրաշալի տիրապետել է աշխարհագրությանը, պատմությանը, առասպելաբանությանը, ինչպես նաեւ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը։ Նա թրջտի թռիչքի բարձրությունից կերտելով փոքրիկ մի սալիկ իրականում այստեղ է թողել հնագույն աշխարհի գերհզոր տերություններից մեկի Արմենիայի անվանումը ոչ պատահականորեն։ Չէ որ այլ ուսումնասիրություններ եւս փաստում են, որ Հայաստանի, Արմենիայի հզորությունը կայանում էր ոչ միայն ռազմական ուժի մեջ, այլ ամենից առաջ հոգեվոր տիեզերական գաղտնիքների եւ գիտելիքների պահպանման մեջ։ Իսկ հիմա ամենակարևորը աշխարհի հնագույն քարտեզում պատկերված 3 գերհզոր տերություններից այսօր ապրում է միայն Հայաստանը։ Մոխիր են դարձել հզորագույն Ասորեստանը եւ Բաբելոնը, որոնք մեր թշնամիներն են եղել, իսկ մենք հարատևել ենք։